Ինչ գեղեցիկ է վայելել Աստծո ստեղծագործությունը, ինչ գեղեցիկ է լինել մի բնության գրկում, որտեղ թռչունները կարծես օրհնում են Աստծուն։ Սուրբ Գիրքը ասում է՝ նայ երկնքի թռչուններին։ Մենք նայելով երկնքի թռչուններին սովորում ենք սիրելիներս, սովորում ենք, որ անկախ ամեն իրավիճակից մեր ձայները բարձրացնենք Աստծուն եւ օրհնենք ու շնորհակալ լինենք Տիրոջը։ Սիրելիներս, երբ որ մենք փառաբանում ենք Աստծուն, Աստված վայելում է մեր փառաբանությունը եւ մենք էլ վայելում ենք իր ներկայությունը։ Փառաբանիր Տիրոջը, երգիր Տիրոջը, աղոթ բարձրացրու Տիրոջը, ինչ վիճակի մեջ էլ որ կաս։ Տխուր ես, ուրախ ես, հոգսեր ունես կամ չունես, ինչ վիճակի մեջ որ կաս, քո գտնված վիճակի մեջ փառաբանություն բարձրացրու Աստծուն, որովհետև ինչպես այս թռչունների ձայները մենք վայելում ենք, այնպես էլ Աստված վայելում է քո սրտից ու շուրթերից դուրս եկած երկրպագությունը եւ փառաբանությունը, եւ մենք էլ վայելում ենք իր ներկայությունը։ Երբ մենք փառաբանում ենք Աստծուն, երբ մենք աղոթք ենք բարձրացնում Տիրոջը, Տերը գալիս է եւ շարժում է մեր կյանքերը։ Տերը գալիս է եւ զորացնում է մեզ։ Սիրելիս, փառաբանիր Տիրոջը, հենց հիմա ինչ վիճակի մեջ որ կաս, սիրտդ բաց Տիրոջ առաջ, օրհնիր նրան, շնորհակալություն բարձրացրու Տիրոջը, որ այսօր դու կաս, լսում ես այս պատգամը եւ նաեւ կարող ես փառաբանել Աստծուն։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը հենց քո կյանքի մեջ։ Զորացիր, քաջացիր Հիսուսի անունով։ Ամեն։